տեսեք նամակը ընդունված կարգ է, հա, գցեցին կարգի մեջ, հիմա զանգահարել եմ, այստեղից ինձ ասում են, որ զանգահարեք քաղաքացիների բողոքների ընդունելության բաժին, զանգահարել եմ եւ ասել եմ, որ ուզում եմ կապ հաստատեմ Վահագն Խաչատուրյանի ընդունարանի հետ, այստեղ մարդիկ են հավաքված, տեսեք բավականին մարդիկ կան, ուզում եմ կապ հաստատել եւ ասել, որ սպասում ենք, իջնի միասին գնանք Եռաբլուր, շնորհակալություն Դավոսում, պահանջում ենք պատասխան Եռաբլուրում։ Ասեց հիմա կփորձեմ։ Հետո մի Օթարյան Հերմինե, եթե չեմ սխալվում, հետ զանգարեց մի քանի րոպե հետո, ասում է ղեկավարության հետ քննարկեցինք, եկանք այն եզրակացության, որ մեր ընթացակարգը այդպես չէ, որ նախագահը պիտի իջնի։ Մեր ընթացակարգը այսպիսին է, գրեք ձեր բողոքը եւ մենք կպատասխանենք։ Հիմա հարց եմ ուղում այս ընթացակարգով շարժվողներին։ Դուք հարցրել էիք այդ 5000 տղերքի մայրերին, քույրերին։ Դուք հարցրել էիք անտուն անտեղ թողնված 120,000 արցախահայերին։ Դուք հարցրել էիք անհետ կորածների ծնողներին։ Եվ ընդհանրապես արժանապատիվ հայից դուք հարցրել եք, դա էլ մեր ընթացակարգն է։ Հարցրել եք մեզանից, որ գնում եք շնորհակալություն եք հայտնում։ Նորից եմ ասում, սա ատելության կոչ չէ։ Շնորհակալություն հայտնողը քաղաքական մարմին է։ Սա քաղաքական ակցիա է եւ մենք քաղաքական պատասխան ենք իրենից պահանջում։ Ինչ է Նաև բարոյական, այո, Վահագն Խաչատուրյանը անթույլատրելի բարոյականության սահման է անցել, անթույլատրելի։ Եվ հիմա իրենք ասում են, որ իբրև մենք, բնական է, մենք ամեն ասածին չենք տրվի, նամակներ չենք գրի, գնալու ենք Եռաբլուր, Եռաբլուրից մեր կոչն ենք հնչեցնելու համայն հայությանը, ասելու, որ եկել ենք, այստեղ պարազիտ կառույցին նստածին, հազարավոր հարկերով, մեր բոլորիս հարկերով սնվող այս թալանչի իշխանության հաշվին, որ ձեր հաշվին, որ գնում են արտասահմաններ, եկել ենք իրենց անունից ներողություն խնդրելու ձեզ, որովհետև իրենք ի վիճակի չեն ներողություն խնդրելու, իրենք օտարի կոշիկ լիզող են, իրենք ձեր ցավը չգիտեն, իրենք այս տղերքի սխրանքը չգիտեն, իրենք այս տղերքի ճկույթը չարժեն։ Մենք գնալու ենք դրան, որովհետև այս իշխանությունը, բացի Ալիևից, Էրդողանից եւ իրենց իշխանության բերածներից, որևէ մեկից հայ ժողովրդից, որից սնվում են, ապրում են, այս ճոխ շենքում, որ առաջին անգամ Փաշինյանը մտել էր աչքերը, այսպես ասում էր, տեսեք, բազուկարանը, այստեղ նստած են բոլորի հարկերի հաշվին, եւ սա առաջին դեպքն է, ասեմ, այստեղ երբ հավաքվել են, նախագահականից որևէ մեկը գոնե իջել է նախկին ժամանակներում, ինչքան էլ որ վատն են եղել, բայց եկել ենք բարոյական, հումանիտար հարցի հետևից, ու դուք մեզ ասում եք բողոք նամակ գրեք, լավ չեք, որքան պնդեցի այդ աղջկան ասելու, ովքեր են այդ որոշում կայացնող հեղինակները, ասեց դա կարևոր չէ, ես դիմում եմ եվրոպական կառույցներին, մենք ապրում ենք մի իշխանության ներքո, որտեղ ամեն ինչ հույժ գաղտնի է, բյուջեն թալանում են հույժ գաղտնի, քաղաքացուն պատասխանում են հույժ գաղտնի, երկիրը հանձնում են հույժ գաղտնի, ամեն ինչ այս իշխանությունը հույժ գաղտնի է անում, եւ հիմա դուք գումար եք տրամադրում, որ այս իշխանությունը ընտրություններ կազմակերպի ինչ-որ հիբրիդային պատերազմներից իրեն զերծ պայի, նորից եմ ասում, Համայնքական ճակատ շարժումն ու կուսակցությունը բոլոր այս տեսակ անթույլատրելի խոսելաձևի, բոլոր սուտ խոսքերի, բոլոր լափումների հետևից գնալու ենք, թույլ չենք տա, դուք այսօր նստեցիք այստեղ, բայց ասում եմ, համայն հայությունը կլսի մեր կոչը, համայն հայությունը կլսի մեր ներողությունը, դուք դրան ընդունակ չեք, որովհետև ձեզ մնաց 4 ամիս։ Բայց եթե իրենք չեն ուզում ժողովրդի հետ առերեսվել, նշանակում է սա պարզ մեսիջ չի, որ իրենք ժողովրդին այլևս չեն ներկայացնում։ Եվ իրենց
Հարգելի Անի ջան, իրենք շատ վաղուց ժողովրդին չեն ներկայացնում։ Հիշում եք, ասում էր Արցախի բանակցային խնդիրը այս հրապարակում այս մարդկանց հետ է քննարկվելու։ Մենք ինչ տեսանք։ Ասեց իմ զրոյական կետից եմ գնում։ Եվ ընդհանրապես իրենք որ հարցում են ժողովրդի հետ հաշվի նստել, որ իրենք անգամ ժողովրդի տված փողն են գաղտնի լափում ժողովրդից։ Ասում են 10,000-ը ինչ կանի, իսկ իրենք միլիոներ են տանում ու չեն ասում, բա որ տանում եք, գոնե մեր հարկերից տանում եք, ինչու եք գնում Ալիևին շնորհակալություն հայտնում, մեր օրակարգը հետևյալն է, առանց մեր պահանջների հետ հաշվի նստելու, այսուհետ թույլ չենք տա որևէ պաշտոնյա դրսում, մեր տղաների սպանողին, մեր եռաբլուրը մեծացնողին շնորհակալություն հայտնի կամ գոհունակություն հայտնի, դուք արեք ձեր առևտուրը, դուք դրեք ձեր կրպաները ադրբեջանական նավթի ու գազի ու բենզինի փողը, դուք Հայաստանի էներգետիկ համակարգի ռուբիլնիկը տվեք իրենց, թույլ չենք տալու հումանիտար հարցերում, դուք այսպես մարդկանց ցավ պատճառեք։ Մոտեցան ծնողները, որ պիտի մոտենային իրենց հետ խոսեն։ Արսեն ջան, մոտեցան ծնողները, չարեցան Իշխանության համար